Ողջույն սիրելի հետևորդներ, ողջույն նրանց, ովքեր հենց հիմա պատահաբար միացան իմ ալիքին ու նայում են իմ տեսանյութը։ Այսօր իմ ալիքում խոհանոցային անկյուն է և ես ձեզ կներկայացնեմ ամենահամեղ ապուրներից մեկի բաղադրատոմսը, որ նստածում է շատ համեղ և շատ առողջարար, նաև օգտակար է լոբով ապուրը։ Իսկ թե ինչպես եմ պատրաստում, մնացեք ինձ հետ և տեսեք մի հրաշալի բաղադրատոմս։ Հայկական ավանդական ապուրներից մեկն եմ պատրաստում շատ հեշտ և համեղ տարբերակով։ Դե գնացինք խոհանոց։ Նախ ռոքհատիկ լոբին լավ մաքրում ենք, լցնում ենք սառը ջրի մեջ, թողնում ենք ամբողջ գիշեր, որից հետո ջուրը դատարկում ենք և նորից լցնում ենք սառը ջուր, թողնում ենք եռա, եռալուց հետո դատարկում ենք այդ ջուրը, նորից ենք ջուր լցնում և թողնում ենք հիմնական եռալու։ Այդ ընթացքում հեռացնում ենք այս փրփուրները, եթե ձավարը շուտ եփվող է, ավելացնում ենք լոբու վրա, եթե ոչ, ապա ձավարն ենք թրջում մի քանի ժամ։ Անհրաժեշտ է նաև ունենալ կարտոֆիլ գազարսող համեմունքներ, դափնե տերև։ Այս ամենը պետք է նախօրոք էլի լավ լվանանք, բնականաբար, և արդեն մշակենք այս բաղադրիչները։ Հարգելի հետևորդներ, ինչու են լոբին նախօրոք թրջում, դուք դա տեսել եք դեռևս ես էլ եմ տեսել տատիկների ժամանակից, դա շատ կարևոր է, որովհետև լոբին հեշտ է եփվում, երբ թրջած է լինում և արագանում է ու հեշտանում լոբու եփվելը։ Երկրորդը, լոբու մեջ պարունակում են օլիգոսախարոիդներ, որոնք էլ գազեր են առաջացնում և մարսողությունը դժվարանում է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ անպայման ջրի մեջ թողնենք մինչև 6-ից 8 ժամ, երբեմն էլ 10 ժամ։ Եվ երրորդը, լոբու մեջ պարունակում է ֆիտաթթու, որն էլ խոչընդոտում է երկաթի, ցինկի և կալցիումի յուրացմանը։ Այդ իսկ պատճառով հենց թրջելը առողջարար է։ Օրինակ կարմիր լոբին ավելի շատ տոքսիններ է պարունակում և պարտադիր է ջրով թրջելը, որը և օգնում է, որ հեռացվի այդ տոքսինները։ Այնպես որ սիրելի հետևորդներ, թրջելը պարտադիր է։ Կան հեշտ տարբերակներ արագ եփվելու ընթացքում սառը ջուր ավելացնելու, բայց ցանկալի է ամեն դեպքում նախօրոք թրջել լոբին։ Դե ինչ, արդեն կտրատեցի սոխը գազարը, սոխը մի լավ տապակելուց հետո, դե բնականաբար փոքր աղ ենք անում, որպեսզի ավելի հյութալի ստացվի սոխը, երբ որ արդեն լավ տապակվեց գազարը և սոխը, ավելացնում ենք սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի փոքր խառնում ենք և այս ընթացքում արդեն կարտոֆիլը կտրատած ավելացնում ենք այստեղ և լավ խառնելով տապակում ենք մի փոքր կարտոֆիլը, նման տարբերակով շատ համեղ է ստացվում ապուրը, ինչպես նաև կարտոֆիլն է համեղ ստացվում։ Լավ խառնելուց, տապակելուց հետո ավելացնում ենք ապուրի վրա, տեսեք արդեն պատրաստ է։ Ապուրի վրա ավելացնելուց հետո թողնելու ենք մի քանի րոպե ընդամենը, որպեսզի արդեն եփվի կարտոֆիլը։ Գրեթե պատրաստ է լոբին և ձավարը, իմ ունեցած ձավարը շուտ է եփվում։ Ավելացնում եմ դափնե տերև 1 կամ 2 աղ, աղը ըստ ցանկության, թողնում եմ մի քանի րոպե եփվի, այս ընթացքում արդեն կտրատում եմ թարմ համեմը մի քանի ճյուղ մաղադանոց։ Եթե նկատում եք, այսօր ես չեմ ավելացնում չոր կանաչիներ և նաև ալյուր չավելացրեցի խույսի մեջ։ Նման տարբերակով շատ ավելի համեղ է ստացվում և ավելի թարմ։ Եռալուց, եփվելուց հետո հեռացնում ենք դափնե տերևը և վերջում ավելացնում ենք կանաչին։ 2-ից 3 րոպե եռալուց հետո անջատում ենք, իհարկե թողնում ենք, որ մի փոքր հանգստանա, բայց քանի որ ես պիտի նկարեմ և ձեզ ցուցադրեմ, ես բնականաբար չեմ սպասում մի փոքր հովանալուն, տեսեք ինչքան լավ ապուր եմ ստացել, արտակարգ համեղ է ստացվում, փորձեք։ Եթե նկատեցիք, ես ձիթապտղի յուղով պատրաստեցի սոխառածը, այնպես որ սա պահքի համար ամենահարմար ճաշատեսակն է։ Մատուցելու ժամանակ կարող եք սխտոր էլ ավելացնել կամ մի փոքր սխտոր եփվելու ընթացքում ավելացնել ապուրին, ինչպես կկամենաք։
Դե ինչ սիրելի հետևորդներ, լավ մնացեք ինձ հետ։ Կհանդիպենք։